Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, բարձու աշխատողի չձևակերպման եւ անկանխիկ գործառույթների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ Միաժամանակ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները անկախիկ գործառույթների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն եւ հետեւողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը եւ օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարեւոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաեւ օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ Կանխատեսելի բիզնես միջավայր, ծախսերի նվազում, ժամանակի խնայում եւ պետություն բիզնես վստահության ամրապնդում։ Նոյեմբերին ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ։ Ապրանքների հայտարարագրերի 70.2%-ը բաց է թողնվել կանաչուղի միջերեսային արտացոլման փնթացակարգով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23016 ապրանքների հայտարարագիր։ 2024 թվականի նույն ամսին 23159, եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56.4%-ն էր բաց թողնվել կանաչուղի միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում արդեն 70.2%-ը, աճը կազմել է 13.8%-ային կետ։ Զուգահեռաբար զգալիորեն նվազել են նաև դեղին ուղի եւ կարմիր ուղի միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բաց թողումների քանակը։ Մաքսային ռիսկերի կառավարման համակարգն ավելի թիրախային եւ արդյունավետ է աշխատում։ Ավելի քիչ անհարկի ստուգումներ, ավելի շատ վստահություն, կարգապահ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նկատմամբ։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած կրիպտոակտիվների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ անկանխիկ գործառույթների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Փաթեթով առաջարկվում է վերացնել կրիպտոակտիվների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային եւ տեխնիկական խնդիրները։ Մասնավորապես առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը, պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300,000 ՀՀ դրամը, եւ անկախ գործարքի գումարից ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում։ Միևնույն ժամանակ կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ։